այսպես, տարբեր թեմաներ ենք առանձնացրել, 1 ժամ առաջ, 2 ժամ առաջ հայտնի դարձավ, որ բանակում արդեն չի կարելի ասել հերթական զոհը կա բանակում, խնդրեց դրա մասին խոսել, ինչն է ուշագրավ, որ առավոտյան ինքը տեսնող նշանակումներ, Սուրեն Պապիկյանը կայուն մեր տեղում, խնդրեի դրա մասին խոսել, իմիջիայլոց քիչ ավելի գործընկերներից մեկը տարածել էր, որ գողություն սպանություն է եղել եւ պարզվում է, որ ոստիկանական համակարգի այդպես շատ բարձրաստիճան պաշտոնյա է եղել իրեն ժամանակ, հիմա ազատվել է եւ այդպես հանցագործություններ, ուղղակի ողջ համակարգը պատկերացնելու համար։ Շատ բան հայտարարություններ արեց Ալիևը, գիտեք, որ ատոմակայանի փակվելու մասին, որ այդ ճանապարհը անպայման պիտի բացվի, ինչպես ասում են, իրականացվում է թուրքերի, ոչ թե թուրքեր, թյուրքերի բոլորի մուրազը եւ երազանքը, այդ երազանքներն այրացնելու Նիկոլը սպառնացել արդեն հստակ ասում է, որ պիտի ատոմակայանը փակեք, դրա հետևանքները ինչ են լինելու։ Սահմանափակումները շարունակվում են, Նիկոլը էջուկս այդ ամեն ինչի իրեն պահում է իր նման, զանգահարել է Զելենսկուն խոսել է, քիչ առաջ ԿՊ-ի նաև ԿՊ-ական պատգամավորների հայտարարությունները պիտի խնդրեմ, անդրադառնալ դուք տեսնում եք, թե ինչ լկտի պահվածք վեհապար հոր հետ կապված, շարունակում է ինքը մնալ, ես խնդրեի նաև սրան էլ մանրամասն, այս մասին էլ մանրամասն խոսել, ինչն է հետաքրքիր, հիմա Նիկոլը վարչապետ է, չէ, հիմա ոնց կլինի, որ ասենք իր անունը տալուց բոլորը դմդմ հու ասեն, կամ չգիտեմ, ինչ-որ մի անկապ ինչ-որ անուն ասեն, ինչ է նշանակում, ընտրված եւ պոտյալ, քանի դեռ այդտեղ նստած է վեհապար հայրը, այս լկտի պահվածքը վեհապար հոր նկատմամբ, էլի սա եւ նաեւ ժողովրդավարությունից են խոսում, մնացած հարցերը արդեն ձեզ մոտ նշված է, խնդրեմ որ թեմայից խոսում եք սկսել։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, շատ ցավալի, շատ ցավալի դեպքեր են տեղի ունենում մեր բանակում եւ յուրաքանչյուր հայ զինվորի մահը դա ողբերգություն է, ինչը մեծ, չգիտեմ, նույնիսկ բառերով նկարագրելի չէ։ Ես լավ գիտեմ բանակի իրական վիճակի մասին։ Ես երկար ժամանակ շփվել եմ մեր բանակի ներքին խոհանոցի հետ, ես գիտեմ, թե ինչպիսի խնդիրներ կան բանակում եւ դա կարող եմ անվանել ընդհանուր առմամբ բարձիթողի վիճակ, ընդհանուր առմամբ ամենաթողություն եւ գիտեք, եթե շատ անկեղծանամ, ես հաճախ ուղակի հույս եմ փայփայում, որ հանկարծ թշնամին չհարձակվի մեզ վրա։ Ինչու, որովհետև այն վիճակը, բանակի այն վիճակը, որին հասցրել են Հայաստանի այսօրվա կառավարիչները, այդ վիճակով, եթե Աստված մի արասցե պատերազմ լինի, ապա մեր բանակը երկար չի կարող դիմակայել։ Եվ դա ոչ այնքան ունեցած զենքի կամ թեկուզ մարդկանց, զինվորների, զինվորականների մասնագիտական կարողությունների ու գիտելիքների հետ է կապված, որքան հոգեբանական։ Բանակում բարոյահոգեբանական վիճակը ահավոր շատ ցածր է։ Այս թեմայով ես նախորդ տարիներին բազում բանավեճեր եւ վեճեր եմ ունեցել ռազմական ոստիկանության ղեկավարության հետ։ Հանդիպել եմ մի քանի անգամ հանդիպել եմ ռազմական ոստիկանության ղեկավարին, գեներալ Աշոտ Զաքարյանի հետ, հանդիպել եմ ռազմական ոստիկանության պետի տեղակալի հետ, ով ոստիկանությունից է տեղափոխվել, եթե չեմ սխալվում Արթուր Մարտիրոսյան, հանդիպել եմ այլ պաշտոնյաների հետ, ներկայացրել եմ, տարիներ շարունակ ներկայացրել եմ մեր բանակի ներսում տիրող վիճակը, ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ առաջնագծի վիճակը։ Սակայն, ինչպես տեսնում էի, ռազմական ոստիկանությունում եւս մոտեցումը այնպիսին է, ինչպիսին կառավարությունում է, այսինքն ծածկադմփոց, այսինքն իրականությունը չտեսնել կամ չտեսնելու տալ, այսինքն գնալ շոուների տարբերակով։ Ցավոք սրտի դրանից տուժում են մեր զինվորները։ Այն մարդիկ, ովքեր սխալմամբ կարծում են, թե այս հարաբերական խաղաղության, այս թվացյալ խաղաղության պայմաններում մեր զինվորները, իրենց զավակները, ովքեր գնում են 1.5 տարի ծառայելու, ավելի լավ, ավելի ապահով պայմաններում են, չարաչար սխալվում են,
որովհետև այն պայմանները, որոնք հիմա բանակում են, շատ ավելի վատն են, քան նախորդ 25 տարիներին։ Եվ պարտադիր չի, որ զինվորը լավ սնվի եւ դա համարվի լավ ծառայություն։ Գիտեք, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել։ Երբ որ կառավարությունը խոսում է, թե տեսեք, մենք զինվորին ելակ ենք տալիս, կոնֆետ ենք տալիս, չգիտեմ, նման բաներ ենք տալիս, միս ենք տալիս եւ դա լավ է, ես ուզում եմ ծնողներին, զինվորների ծնողներին մեկ շատ պարզ իրականության մասին պատմել։ Այդ իրականության մասին ես էլ չգիտեի, որովհետև դա խիստ մասնագիտական է, դա առողջապահական եւ սննդային է։ Զինվորին չի կարելի ոչ կոնֆետ տալ, ոչ ելակ տալ, ոչ էլ ուրիշ նմանատիպ այլ սննդամթերք, որը առաջացնում է արագ քաղց։ Զինվորի լավագույն սնունդը բրինձն է, հնդկաձավարն է, այն ինչը տասնամյակներ շարունակ 90-ականներից մինչև 2018-20 թվականները ստացել են մեր զինվորները։ Իհարկե ծնողի տեսանկյունից վայ ոնց կլինի մեր երեխեն բանակում կլուբնիկ չուտի կամ կոնֆետ չուտի։ Տեսեք, այս ինչ որ ես ասում եմ, թեպետ մի քիչ շատ մասնագիտական է եւ ես էլ լավ չեմ տիրապետում այդ մանրամասներին, դրա մասին ինձ որոշ ինֆորմացիա տվել է կինս Արուսյակը Հոխեկյան, ով հենց այդ ոլորտի մասնագիտացած է, մարդը եթե այնպիսի սնունդ է օգտագործում, այնպիսի, այսպես ասենք, ածխաջրեր է օգտագործում, որոնք շատ արագ առաջացնում են քաղց, դրանք ուղղակի աշխարհի բոլոր զարգացած երկրների բանակներում արգելված են։ Իսկ այն սնունդը, ասենք օրինակ կոնֆետը, քաղցրեղենը, ելակը, հենց այդպիսի սնունդ են։ Իսկ օրինակ հնդկաձավարը, որ երկար ժամանակ տրվել է մեր զինվորին, դրանք շատ երկար ժամանակ զինվորի մարդու համար քաղցի բավարարման միջոց են։ Իսկ երբ որ մարդը սովածանում է եւ մոտ է առաջանում է սնվելու պահանջ, ուժեղ պահանջ, այդ մարդը չի կարող մտածել այլ բաների, այդ թվում եւ կրթվելու, եւ մարտական պատրաստության, եւ դիրքեր պահելու մասին։ Հետևաբար, երբ որ ձեր խափում են, թե գիտեք, ձեր տղաներին մենք տալիս ենք ելակ եւ նրանք լավ են առաջնագծում, դրանով ձեր երեխաներին այդ բարձր շաքարի պարունակությունով եւ այլն, դրանով ձեր երեխաներին, ձեր որդիներին ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։ Բայց սա անցնենք։ Մարտական կարգապահությունը չափազանց ցածր վիճակում է։ Ես եղել եմ մի շարք վայրերում, որտեղ առաջնագծում, ոնց ասեմ, բարձի թողի վիճակ է եղել։ Ես հիմա չեմ ուզում կոնկրետ դիրքերի մասին ասել, որտեղ դա կնշանակի ռազմական գաղտնիքի բացահայտում եւ այդ թվում նաեւ թշնամուն տեղեկատվության տրամադրում, բայց ես սարսափել եմ այն վիճակից, ինչ վիճակում տեսել եմ մեր առաջնագծի շատ վայրեր։ Եվ հետեւաբար նաեւ զինվորների միջանձնային հարաբերությունները շատ ավելի վատն են այսօր, քան օրինակ 90-ականների այն հայտնի Դեդովշինայի ժամանակներում։ Ավելի ուշ ժամանակաշրջանում, հատկապես 98 թվականից մինչև 2018 թվականը, այս 20 տարվա ընթացքում այդ առումով բավական մեծ հաջողություններ եղան մեր բանակում։ Ես դա էլ եմ տեսել, որ սպայական անձնակազմի կողմից կարգապահության հաստատումը, զինվորների անձնային հարաբերությունները բավական կարգավորվել էին։ Հիմա նորից վերադարձել են այն 90-ականների վիճակին։ Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ նաև դպրոցն է այդպիսի զինվորների ուղարկում բանակ։ Զինվորների այսօրվա վիճակը նաև գալիս է հասարակությունից։ Իսկ ինչպիսի հասարակության մեջ ենք մենք ապրում։ Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, մեր հասարակությունը հասել է մի վիճակի, երբ որ ընդհանուր առմամբ կա արժեքային
անկում, բոլոր առումներով, բոլոր, մարդը մարդու համար դարձել է գայլ, ատելությունը հասել է գագաթնակետին, ատելության խոսքը ամեն տեղ է, եւ այս պայմաններում ինչ եք ուզում, այս պայմաններում ընտանիքներից, այսպիսի ընտանիքներից, որտեղ մարդիկ նստում ընտանիքով դոգ են լսում, դոգի ամենազզվելի հայհոյանքն են լսում, Նիկոլ Փաշինյանի ամենազզվելի սպառնալիքներն են միմյանց հասցեին լսում, եւ հետո գնում են երեխա են ուղարկում բանակ, այդ երեխան ինչ արժե համակարգով պիտի բանակում իրեն դրսևորի, կամ ինչ սպաներից պետք է ստանա մարդկային, ազգային դասեր, այն սպաներից, որոնք օրինակ պատերազմի ժամանակ զինվորներին թողնում եւ փախչում էին, դուք շատ լավ գիտեք, թե ինչքան սպաներ են թողել զորքին եւ փախել, եւ այդ սպաների մեծ մասը այսօր Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի բարձր հովանու ներքո են, այն սպաները, որոնք պատերազմի ժամանակ սրիկայաբար թողել են զորքին եւ փախել են, եւ զորքը ընկել է թշնամու կրակի տակ, շրջապատման տակ եւ այլն, այդ սպաների մեծ մասը այսօր իշխանության հովանավորության տակ է։ Դա տեսնում է, չէ, զորքը, դա տեսնում է հասարակությունը, եւ այդ սպաները, որոնք հիմա պիտի նստած լինեին, ռազմական տրիբունալի ենթարկվեին, այդ սպաները պաշտոնի եւ կոչումի բարձրացում են ստացել։ Բնական չի, որ այդ մարդիկ պիտի հիմա անպատժելիության մեջ լինեն, իրենց այդպես զգան եւ բնականաբար պիտի դա արդեն անցնի զորքին։ Սա է, ցավոք սրտի, սա է մեր բանակի վիճակը։ Ինչու եմ ասում, ես զբաղվում էի, որովհետեւ ընտրություններից հետո ես հասկացա, որ ես անելիք չունեմ բանակի հետ, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակը գնաց եւ այսպես ասենք մեկ մարդու նման քիչ բացառություններով գնաց եւ ընտրեց այն մարդկանց, ովքեր հանձնել են Արցախը, ովքեր հանձնել են Հայաստանի Հանրապետությունից բավական մեծ տարածքներ եւ այսօր շարունակում են հանձնել մեր անվտանգությունը, հանձնել մեր կրթությունը, ամեն ինչ, այդ թվում հանձնել զինվորների կյանքը։ Այդ առումով եւ քանի որ Անժելան հարց տվեց թշնամու մասին, այսպես բանակից դեպի այդ ուղղությամբ գնալը, շատ բնական եւ սպասելի էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների այդ տեսքը։ Ես մշտապես ասել եմ նախընտրական փուլում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված այն հիմար տեսությունը, որ Ադրբեջանի հետ մենք խաղաղության մեջ ենք, Ալիևն էլ հարգում է մեզ, դրանք ընդհանրապես ժամանակավոր երևույթներ էին, որոնք ավարտվելու էին 2026 թվականի հունիսի 7-ից հետո, եթե Փաշինյանը վերարտադրվեր։ Եվ մենք տեսանք, որ Փաշինյանը վերարտադրվեց, կեղծ ընտրություններով նորից մնաց իշխանության, որից հետո Իլհամ Ալիևը կրկին բացեց իր դեմքը։ Սա շատ բնական իրավիճակ է, սա շատ նորմալ է թշնամիների հարաբերությունների պայմաններում։ Ադրբեջանին պետք էր, որ Հայաստանի կապիտուլյանտ ղեկավարը մնա իշխանության, որ ինքը շարունակի Հայաստանի ոչնչացման ծրագիրը, Ադրբեջանը հասավ այդ նպատակին, հիմա բնականաբար պիտի շարունակի Հայաստանի ոչնչացման ծրագիրը։ Սպառնալիքները, տեսեք, ատոմակայանի առումով հարց տվեցիք։ Ատոմակայանի, Մեծամորի ատոմակայանի փակման խնդիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի մշտական ուշադրության կենտրոնում է դեռևս 90-ականներից։ Թեպետ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Հայաստանը առնվազն մինչև 2040 թվականը ունի հնարավորություն, ամենակիչը մինչև 40 թվականը ունի հնարավորություն պահպանելու ատոմակայանը եւ գործարկելու, աշխատացնելու, բայց դա լրջագույն խնդիր է մեր թշնամիների համար, որովհետեւ ատոմային էներգետիկան երկրին տալիս է մի շարք ռազմավարական առավելություններ։ Եվ սա է պատճառներից մեկը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ամեն կերպ փակել ատոմակայանը եւ Միացյալ Նահանգների օգնությամբ էլ փորձում են իբր թե դա փոխարինել ինչ որ մոդուլային փոքր ատոմակայանով եւ այլն, բայց դա ընդամենը այսպես միջոց է, որպեսզի Հայաստանին զրկեն իր ռազմավարական եւս մեկ առավելությունից։ Հակված չեմ կարծելու, թե կփակվի ատոմակայանը առաջիկայում, ինչու, որովհետեւ ատոմակայանը այնպիսի հզոր գործոն է, որը միայն երկրի կառավարությունից չի կախված։ Դա նաև արտաքին գործոններ ունի,
Բացի դրանից մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը զգալիորեն թուլացել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո, ընդդիմությունը զգալիորեն ուժեղացել է եւ կառավարությունը չունի հանրային լայն աջակցություն, օրինակ ինչպիսին 21 թվականին էր, երբ խափում էր մարդկանց, ճիշտ է, ունի պայմանական 49% աջակցություն, թեպետ մենք գիտենք, որ ընտրությունները կեղծվել են, բայց նույնիսկ կեղծված ընտրությունների պայմաններում ելի չունի հանրային մեծամասնության աջակցություն։ Եվ այս առումով դեռևս ատոմակայանի խոսույթը համարում եմ առայժմ քարոզչության դաշտից, գոնե առաջիկա մի տարում մենք որևէ բան չենք տեսնի, ինչ եմ ասում 1 տարում, որտեղ իրադարձությունները մեր տարածաշրջանում այնքան արագ են զարգանում, որ այն ինչ պիտի ասենք 10 տարում լիներ, կարող է 1-2 տարվա ընթացքում գլխիվայր շուռ գալ։ Տրիպի առումով, գիտեք, տրիպը իհարկե շատ արագ կյանքի չի կոչվի, եւ ես այնքան էլ շատ վստահ չեմ, որ տրիպը կյանքի կկոչվի, եթե անգամ կյանքի կոչվի, ապա քիչ հավանական է, որ այն տեսքով կլինի, ինչպիսին որ հիմա խոսվում է։ Այսինքն տեսեք, քարոզչությունը մի կողմ թողնենք, Նիկոլ Փաշինյանի կամ Իլհամ Ալիևի ճամարտակությունները մի կողմ թողնենք, գետնի վրա իրականության մեջ նայենք։ Ադրբեջանը, այո, իր կողմից կառավարվող տարածքներում, այսինքն Արցախի հանրապետության հարավում, այո, բավական մեծ քանակի ճանապարհներ է սարքել եւ ասում է, որ մինչեւ 2028 թվականը կավարտի Հորադիսից մինչեւ Կովսական հատվածը, մոտ 100 կիլոմետրը երկաթուղու եւ ճանապարհի, ավտոճանապարհի շինարարությունը, ասում է, որ 1.5 տարում կավարտի։ Այսինքն մենք գործ ունենք մի երևույթի հետ, որ առաջիկա 1.5 տարում դեռևս կոնկրետ բան չենք տեսնելու, մինչև 28 թվականը, այսինքն այս 1.5 տարում դեռևս չենք տեսնելու տրիպի գործարկում։ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի արել, բացարձակ ոչինչ, անգամ այդ 43 կիլոմետր հատվածում, որը Ագարակի Մեղրի մոտով ճանապարհն է, ովքեր գնացել են այդ հատվածով լավ գիտեն, այդ ճանապարհը Արաքս գետի ափով, ոչ մի բան, անգամ մեկ քար չեն վերցրել շպրտել մյուս կողմը։ Հետևաբար, եթե սկսենք նախահաշվարկային փաստաթղթերից եւ ավարտենք շինարարությամբ, դա մի քանի տարի կտևի։ Եթե հաշվենք եւ երկաթուղային շինարարությունը եւ ավտոճանապարհը, դա բավական բարդ գործընթաց է, որը արագ չի լինի։ Նույնը նաև Նախիջևանում։ Ես մի քանի ամիս առաջ Իրանի Հանրապետությունում էի եւ ուրեմն Նորդուս անցակետից, որը Ագարակի մոտ է, մեքենայով Նախիջևանի սահմանի մոտով, այսինքն Արաքս գետի ափով գնացի մինչև Փոլդաշտ։ Փոլդաշտը գրեթե Սադարակի մոտակայքում է։ Եվ ամբողջ ճանապարհին ուշադիր հետևել եմ Նախիջևանի կողմում ճանապարհաշինական զարգացումներին։ Դա այն հատվածն է, որտեղով սովետական տարիներին եղել է ճանապարհը եւ երկաթուղին։ Պիտի ասեմ, որ Նախիջևանում ամբողջությամբ թալանված է սովետական տարիների երկաթուղին, գոյություն չունի երկաթգիծ, այսինքն ինչը որ պիտի Ադրբեջանը կառուցի, զրոյից պիտի կառուցի, ինչպես որ Հայաստանի պարագայում է Մեղրու հատվածում, եւ որևէ բան արված չի, ոչ ճանապարհի առումով, ոչ երկաթուղու առումով։ Հետևաբար, եթե անգամ վաղը առավոտյան Ալիևը սկսի այդ գործընթացը, մի 2-ից 3 տարի էլ դա կտևի։ Այս տեխնիկական առումով։ Հիմա մոտենանք քաղաքական գործընթացներին։ Արդյոք աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից կան դրա լավ հնարավորություններ։ Միացյալ Նահանգները, այո, ինչպես Սուրեն Սարգսյանն է, ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է արդարացիորեն ասում, այո, Միացյալ Նահանգները բավական ակտիվորեն առանց բյուրոկրատական քաշքշուկների աշխատում է այդ ուղղությամբ, որտեղ իրեն օդուջրի պես պետք է նախ որ Իրանի եւ Ռուսաստանի քթի տակ ունենա տնտեսական հզոր գործոն եւ երկրորդ կարողանա արևելք-արևմուտք այդ ճանապարհը, խոշոր ճանապարհը միջին միջանցքով կապել իրար։ Եվ այստեղ շատ կարևոր դեր ունի։ Թուրքիային եւ Ադրբեջանին եւս դա անհրաժեշտ է, որովհետեւ Ադրբեջանը կարողանում է իր վերահսկողության տակ պահել Նախիջևան-Ադրբեջան կապը, Թուրքիային էլ դա պետք է, որպեսզի ինքը անցնի կյանքի կոչի պանթյուրքիզմի
հերթական փուլը, որը 2023-ին է մեկնարկել եւ պիտի ավարտվի մինչեւ 30 թվականը, այսինքն ամբողջական վերահսկվող ցամաքային կապ ունենալ Ադրբեջանի հետ, որպեսզի մինչև 35 թվականը պատրաստվի Ռուսաստանի հետ պատերազմի եւ Ռուսաստանի հարավային շրջանների, մասնավորապես Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշետիայի, մինչև Ռոստով, մինչև Ղազախստանի սահման ըստ թուրքական ծրագրերի գրավելու, ռազմական գրավման։ Հետևաբար սա եւս այս թրիփը անհրաժեշտություն է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, բայց այս ամեն ինչը շատ լավ են հասկանում նաեւ Ռուսաստանում, Իրանում, Հունաստանում, մի շարք այլ երկրներում եւ բնականաբար խոչընդոտում են։ Եվ այդ խոչընդոտելու երևույթները մենք տեսնում ենք եւ իրանական կողմում, եւ ռուսական կողմում, չմոռանանք, որ Մեղրիի մոտով անցնող այդ ճանապարհը, որ կոչում են, ուզում են անվանել թրիփ, ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուրի Միջանցք եւ այլն, դրա իրական վերահսկողությունը ռուսների մոտ է, ռուսներն են վերահսկում այդ ճանապարհը։ Եվ առանց Ռուսաստանի շատ հստակ համաձայնության դա հնարավոր չի, ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի ինքնիշխանության, թվացial ինքնիշխանության մասին։ Եվ այս պայմաններում երկու տարբերակ կա, կամ Ռուսաստանը թողնում եւ իր զորքերը հանում է Հայաստանից եւ առաջանում է հայ-ռուսական թշնամանք վերջնական, ինչպես ռուս-ուկրաինական, որը կլինի կործանում Հայաստանի համար, ինչպես որ տեսնում են կործանում է Ուկրաինայի համար, կամ թրիփը չի իրականանում, որտեղ չի կարող ուղղակի Ռուսաստանն ու Ամերիկան մի ճանապարհի վրա համատեղ ճանապարհ գնան, դա անհնար բան է, դրանք հեքիաթների ժանրից են։ Այս առումով ես լինելով Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն, արդեն երկար ժամանակ է գործընկերներիս հետ առաջ ենք քաշում Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի անունից առաջ ենք քաշում Սադարակի Միջանցքի գաղափարը, որը եւ տնտեսապես ավելի ձեռնտու է Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին, գուցե նաեւ Միացյալ Նահանգներին եւ քաղաքական առումով տարածաշրջանում բավական ուժեղ դիրքեր է ամրացնում։ Խոսքը, եթե դուք լավ եք պատկերացնում քարտեզը, Հայաստանի Հանրապետության Երասխ գյուղի մոտից ուղիղ ճանապարհով հայտնի Երասխի այդ շրջանաձև խաչմերուկի մոտով, ուղիղ դեպի Նախիջևան ճանապարհն է, որը կա, մնում է ասֆալտապատել, մտնում է հայկական, Նախիջևանի երբեմնի հայկական Սանդրուկ կամ Սադարակ բնակավայր, այնտեղ այդ տարածքով Նախիջևանի տարածքում 20 կիլոմետր մոտավորապես ճանապարհ է, որը կգործի Միջանցքի կարգավիճակով, դուրս է գալիս եւ անցնելով Արաքս գետը մտնում է իրանական Քարաքոյվուն բնակավայր, Փոլդաշտ եւ այդպես Արաքսի ափով հասնում է մինչեւ Ջուլֆա, որտեղից արդեն հասնում է, արդեն միանում է Իրանի եւ երկաթուղային ցանցին եւ ճանապարհային այսպես ցանցին, դառնում է մուլտիմոդալ բեռնափոխադրումների ուղի։ Սա տնտեսական առումով ձեռնտու է այն բանով, որ նախ մոտավորապես 10 ժամով կրճատում է Հայաստանի Հանրապետության տարածքում բեռնափոխադրումների ժամանակը, երկրորդ մեքենաները շատ ավելի հանգիստ, ավելի կարճ ճանապարհներով են գնում, բացի դրանից քաղաքական առումով էլ դա շատ կարևոր է, որպեսզի օրինակ Ռուսաստանը Նախիջևանի մեր առաջարկով, եթե Իրանը ցանկանում է Մեղրիի տարածքում իր վերահսկողության տակ պահել թրիփի, այսպես ասանք, ճանապարհը կամ Միջանցքը, ապա Սադարակի Միջանցքի պարագայում այդ վերահսկողությունը իրականացնում է Ռուսաստանը։ Սա ինչպես հակակշիռների եւ զսպիչների համակարգ է, այնպես էլ հնարավորություն է տալիս թույլաtsնել Մեղրիի նկատմամբ արտաքին ճնշումները, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի, որտեղ այն պահին, երբ Թուրքիան, Ադրբեջանը փորձեն ճնշել Սադարակի կամ Սանդրուկի Միջանցքի առումով, նույն պահին մենք կարող ենք ճնշել թրիփի առումով։ Եվ այստեղ դու ունենում ես Ադրբեջանի, եթե այդ ճանապարհը պիտի գործարկվի, խոսքը թրիփի մասին է, այստեղ դու ունենում ես շատ լուրջ ազդեցության լծակ, շատ լուրջ ամորտիզացիոն լծակ ես ունենում քո հարևանների, հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Ալիևի մյուս հայտարարություններին կապված կապիտուլյացիայի եւ այլնի հետ,
Մենք գիտենք, որ Ադրբեջանի պահանջներից մեկն է նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը։ Շատ ակնհայտ դա արտահայտված է նաև այսպես կոչված խաղաղության պայմանագրում, որտեղ նշված է, որ Հայաստանը չպետք է մաս կազմի որևէ ռազմական բլոկի, իսկ ՀԱՊԿ-ն ռազմական բլոկ է։ Եվ այս առումով այն, որ Հայաստանը հետևողականորեն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք փորձում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, դա Ադրբեջանի պահանջն է։ Բայց հիմա միջադեպ է ազգային ժողովում, ուրեմն այսպիսի հայտարարություն է արել, եւ իդապի դուք եք հետեւել։ Պատգամավորին, թե քերին ոնց է։ Այսինքն ամբողջ նկարագրում է ինչ սարսափելի ելույթի։ Լավ է քերին։ Թող լավ լինի քերին։ Բայց ին քերին չի կարա լավ լինի։ Որտեղ նրա անվանակից քորնիկը Աղաջան Ջանոյանը, որի մեկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական վերջնական համալսարանի առաջի կուրսի ուսանող զոհվել է պատերազմում։ Իմ քերին եւ ես երբեք չենք կարող արդեն լավ լինել։ Երբեք չենք կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկել մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Բաղազարյան, ձեզ կորեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կորեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լրություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր պատգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող Ամբարտավանով հետո միջանցքում այս ամեն ինչը շարունակում, չգիտեմ, այս ուղղակի ոնց որ ուժանապետության մեջ ենք, էլի այս ոնց է հնարավոր, այսպես ինչ պիտի անեն։ Դուք զարմանում եք դրանից։ Չեմ զարմանում, բայց երբ չկա այս ամեն ինչից, որովհետև եթե միայն այս սահմանափակվեր դրանով, այս սանձարձակ պահվածքով գուցե բավարարենք, բայց սա հետևանքները մենք տեսնում ենք արդեն 8 տարի շարունակ միայն հայրենիքի կորուստ ու ողբու Դե Խնադա, այս իմիջանոց այդ լուլուն այսօր խոսելա, չէ, շատ հետաքրքիր կլի կապեք, որ ժողովրդավար են հանդուրժողել այս պահվածքը ու ինչա տեղի ունեցել միջանցքում։ Շատ կուզել եմ նաև Ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել միջանցքում, բայց այն պահվածքը, որը ունի Հայաստանի քաղաքական իշխանությունը, դա շատ իրենց բնական է, շատ իրենց հատուկ է, ուրիշ ինչ էիք ուզում, ասենք, գիտեք, դա նույնն է, որ դու գնաս ինչ որ մարմնավաճառից սպասես բարոյականություն, դու գնաս մարդասպանից սպասես, չգիտեմ, մարդկային արժեքների գիտակցում կամ մարդասիրություն, չգիտեմ, դու գնաս շնագայելից սպասես, որ մարդասեր լինի կամ մարդկանց չուտի, շատ բան է, գիտեք, ցավալի է իհարկե, մեր իրականությունն է, բայց մյուս կողմից մի մոռացեք, որ այդ մարդկանց իշխանության պահում են նաև մեր հայրենակիցները, այս մարդկանց այսպիսի խոսելու ժողովրդական լեզվով ասած բերանները լեզու դնում են մեր հայրենակիցները, որովհետև մենք ցավոք սրտի ունենք ընդհանուր առմամբ արժեքային եւ բարոյական շատ լուրջ անկում։ Մենք խոսում ենք իշխանությունների ցինիկ պահվածքի մասին, բայց մենք չենք ուզում տեսնել, որ մեր հասարակությունը ինքն էլ է այդպիսին դառնում, այնպիսին, ինքը քվե է տալիս այդ ցինիկությանը, ինքը ծափահարում է այդ ցինիկությանը, ինքը գնում է մեկի դեպքում գյուղապետի ասելով, մեկ այլ դեպքում ինքն իր որոշմամբ, ես շատ հաճախ եմ լսել նախընտրական շրջանում մարդկանց ասում են, դե մենք Նիկոլ Փաշինյանին համարում ենք այս վատ բաներ, բայց կգնանք իրեն ձայն կտանք, որպեսզի հանկարծ նախկինները չգան։ Օրինակ հարց եմ տվել, իսկ ո՞րն է ձեզ համար կարևոր, որ ինչ նախկինները գան, ինչ են անելու, վատ բան են անելու, թե ուղղակի դուք
ինչ որ ազդեցության տակ եք։ Ես հասկանում եմ, որ այստեղ նախկինների խնդիրը չի, այստեղ այդ մարդկանց արժեքային, բարոյական նույն վիճակն է Նիկոլ Փաշինյանի հետ։ Եկեք բան չանենք, էլի, չարդարացնենք մեր հասարակությանը։ Այն, ինչ այստեղ արտահայտվեց այս առանձնյակների կողմից, դա նույն մեր հասարակության պատկերն է։ Այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր հասարակությանը, մեր բնակչությանը, չեմ ասում ազգին, եկեք ազգին բան չասենք, որովհետև ինչպես հայտնի Մասլոուի բուրգում է, կա ֆիզիոլոգիական զանգված, սահմանային զանգված եւ ազգ։ Ֆիզիոլոգիական զանգվածը եւ սահմանային զանգվածը դրանք բուրգի ամենաներքևի հատվածներն են։ Ֆիզիոլոգիականը դրանք բնակչությունն են որպես այդպիսի։ Ֆիզիոլոգիական զանգվածին հետաքրքրում է միայն ուտել, կներեք, արտաթորել, բազմանալ եւ տեսարաններ, հայհոյել, չգիտեմ, ասֆալտին փռել, ուրախանալ դրանից, ուտերբրոտը բերանում նայել, ասենք, ինչ որ այսպիսի հիմար բաներ եւ ուրախանալ։ Սահմանային զանգվածը մի փոքր ավելի գրագետ է, բայց դրանք էլ հայրենիք չունեն, դրանց էլ միայն պետք է, որ իրենց փորը կուշտ լինի, ուղղակի գրագետ հիմարներ են։ Եվ կա ազգ։ Ազգը արդեն այն փոքրամասնությունն է, նայած թե որ երկրում ինչքան է կազմում, մեր դեպքում կարծում եմ 5-ից 7 մինչև 10%-ն է դա։ Գուցե մի քիչ ավելի, բայց սա է իրականությունը։ Այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ մենք ունենք մեր ժողովրդի, մեր բնակչության խնդիր, մենք ունենք գաղափարական ու բարոյական խնդիր, մենք չենք կարողանալու փոխվել եւ այսպիսի առանձնյակները ի վերջո մնալու են։ Եվ կրկնում եմ, սա միակ դեպքը չի։ Դուք հիշում եք, որ նույն Էդգար Ղազարյանին մի 2 տարի առաջ ազգային ժողովում հայհոյում էին, սպառնում էին ականջներ կտրել, եւ ինչ եղավ, ոչ մի բան էլ չեղավ։ Այդ նույն հանցագործ падգամավորը մնաց падգամավոր, Էդգար Ղազարյանից ոչ ոք ներողություն չխնդրեց եւ այդպես։ Խնդիրը ընդհանուր առմամբ հասարակության, բարոյական եւ գաղափարական ընկալումների վարքագծի մեջ է։ Այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը, այսպես ասենք, հանդուրժելու է այսպիսի պահվածքը, այնքան ժամանակ, միևնույն ժամանակ պիտի այստեղ մի քիչ քննադատեմ ընդդիմությանը, քանի դեռ ընդդիմությունը շոուներ է կազմակերպում իշխանության հետ եւ բովանդակային գործողությունների չի անցնում, սա շարունակվելու է, սա մնալու է այսպիսին։ Ինչ է նշանակում բովանդակային գործողություն։ Մենք ցավոք սրտի քիչ ենք տեսնում կոնկրետ գործողություններ ընդդիմության կողմից։ Ես քիչ առաջ օրինակ խոսեցի Սադարակի, Սանդրուկի, Միջանցքի մասին։ Գիտեք, գրեթե մի տարի ընդդիմադիր ուժերին անընդհատ ասում ենք, որ եկեք, վերցրեք այս էստաֆետը եւ առաջ տարեք։ Բայց ցավոք սրտի տեսնում ենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, կուսակցությունները զբաղված են ելույթներով։ Ելույթը ավելի հեշտ է, քան գործողություն անելը։ Ավելի հեշտ է իշխանությանը մեղադրել ամեն տեսակի հանցագործության մեջ, քան գործողություն անելը։ Այդ գործողություններով հնարավոր է իշխանությանը սահմանափակումների ենթարկել։ Հնարավոր է, գիտեք, ընդդիմություն միայն չի նշանակում ընդդիմանալ, այսինքն Նիկոլը մի բան ասաց ընդդիմանալ, չգիտեմ, Ալիևն ու Նիկոլը սիրավեպ ունեցան ընդդիմանալ։ Ընդդիմություն նաև նշանակում է նախաձեռնողականություն, որով դու ցույց ես տալիս քո ժողովրդին եւ արտաքին ուժերին, որ դու կարող ես ավելի լավ ղեկավար լինել, քան գործող իշխանությունն է։ Եվ երկրի համար եւ արտաքին հարաբերությունների համար։ Սա է խնդիրը։ Եվ հետեւաբար մեր ընդդիմությունը պետք է կարողանա, հուսով եմ, եւ գուցե կկարողանա, հույս ունեմ, իր մեջ ուժ գտնել եւ միայն խոսքից անցնել նաեւ բովանդակային գործողությունների։ Եվ վերջինս ազգային ժողովում իշխան լինելով այդ հանդերձ սպասենք ըստեյության նոր պայմանավորվածության պատերազմի առումով Ալիևի հետ նախնական զորույցում ասացիք դուք ունեք այդ մտահոգությունները։ Այո, դա կապված է սահմանադրական փոփոխությունների հետ։ Այո, ես խոսում էի քիչ առաջ դրա մասին։ Տեսեք, իհարկե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Հայաստանում պետք է նոր սահմանադրություն ստեղծել, իրենք հիմա աշխատում են դրա վրա։ Այդ սահմանադրությունը ինչպես
2015 թվականին Սերժ Սարգսյանը սահմանադրություն կարեց, որը Նիկոլ Փաշինյանի հագով էր, հիմա Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է կարում, որը պետք է լինի Իլհամ Ալիևի հագով։ Հիմա այստեղ պիտի հասկանանք, կարողանա Նիկոլ Փաշինյանը հասնել այդ հաջողության։ Չէ՞ որ հունիսի 7-ի ընտրությունների հետևանքով Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն եւ հետեւաբար չի կարող այդ նոր սահմանադրությունը, Ալիևյան սահմանադրությունը դնել հանրաքվեի։ Իհարկե վտանգներ կան, որ պակասող ձայները կարող են խլել օրինակ գողանալ Չակերտավոր ուժեղ Հայաստանից կամ մյուս ընդդիմադիր ուժից, Հայաստան դաշինքից, որը քիչ հավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ կա մեկ ուրիշ տարբերակ եւս, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանին չհաջողվի ընդդիմությունից ստանալ այդ սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ ձայները, ապա մյուս տարբերակը երկու տարբերակ կա։ Մեկը Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սահմանադրական կարգի տապալում է իրականացնում, այսինքն անցնում է սահմանադրության վրայով եւ առանց խորհրդարանի համաձայնության դնում է հանրաքվեի, որը ապօրինի է, բայց կներեք, էլի, քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը ապօրինի բաներ արել, քանի անգամ է անցել սահմանադրության վրայով, տրորել սահմանադրությունը եւ իր ուզածը արել, թեկուզ եւ 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ապօրինի էր, որը պիտի ստանար խորհրդարանի համաձայնությունը, պիտի սահմանադրական դատարանով անցներ եւ այլն, բայց տեսակ էլի, ուղղակի անցան, տրորեցին եւ արեցին իրենց ուզածը։ Բայց սա իհարկե կարող է ավելի քիչ լեգիտիմ լինել այն առումով, որ վաղը չեմ մյուս օրը, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չլինի, հաջորդ իշխանությունը հանգիստ կարող է վերցնել մի կողմ դնել այդ նոր սահմանադրությունը, որը կլինի օրինակ հաստատված, եւ վերադառնալ այլ սահմանադրության, հաշվի առնելով, որ այդ Ալիևյան-Նիկոլյան սահմանադրությունը օրինական չէ։ Մյուս տարբերակը, որը ես շատ ավելի հավանական եմ համարում եւ մտահոգված եմ դրա համար, պատերազմն է։ Քանի որ մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը մի քանի անգամ պայմանավորված պատերազմներ են արել, 20 թվականի պատերազմը եւ օգոստոսի ներողություն հուլիսին եւ սեպտեմբերյան 44-օրյա պատերազմը եւ 22 թվականի հոկտեմբերի պատերազմը եւ 21 թվականի մայիսին Սև լիճը գրավելու պատերազմը։ Այս ամեն ինչը տեսնելով սրանով նաև հայ ժողովրդի մոտ առաջացրել են վախ պատերազմից։ Սա էլ մեկ ուրիշ հոգեբանական բարդույթ է։ Բայց սրա հետ միաժամանակ տեսեք, մտահոգված եմ նրանով, որ օրինակ կարող են բանակցություններ սկսել, տեսնել, որ հնարավոր չի սահմանադրական հանրաքվե կազմակերպել եւ հանկարծ Ալիևը հիմա արդեն ցույց է տալիս, չէ՞ որ ինքը կարող է գրավել Հայաստանը, այս անել, այն անել, արդեն սերմերը գցում է։ Ադրբեջանը կարող է մի երկու օր Նիկոլի հետ պայմանավորված պատերազմը սկսել, զոհեր կազմակերպել, մի քանի տարածք էլ գրավել հերթական, որից հետո Նիկոլ Փաշինյանը իր կողմնակից նիկոլականների հետ կարող է օրինակ խորհրդարանը գրավել, դռները փակել եւ ընդդիմությունից պահանջել, որպեսզի ստորագրեն այդ սահմանադրական հանրաքվեի որոշման տակ։ Տարբերակ է, եւ սրան պետք է պատրաստ լինեն մեր ընդդիմադիր ուժերը։ Այլ հարցը ինչ կլինի հանրաքվեում։ Կարծում եմ հանրաքվեում ուղղակի մարդկանց ծեծ ու ջարդով ստիպողաբար կտանեն, կստիպեն, որպեսզի մարդիկ կողմ քվեարկեն այդ հանրաքվեին։ Սահմանադրությունը իհարկե դրանից հետո կարող է լինել խաղաղություն, բայց մեկ օր հետո կարող է լինել պատերազմ եւ Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագիրը ձեռքին գրավել Թուրքիայի հետ իհարկե գրավել Սյունիքի մարզը։ Սա այն իրականությունն է, որին մեր բնակչությունը պետք է պատրաստ լինի եւ ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ դրան արժանացել է Հայաստանի բնակչությունը։ Մարդիկ, որոնք գնացել եւ կամովին կամ ոչ իրենց կամքով, բայց վախենալով քվեարկել են այս մարդկանց օգտին, այդ մարդիկ արժանի են ամեն ինչի, ինչ էլ որ իրենց հետ պատահի, ինչպիսի հանցանքներ էլ որ իրենց հետ գործեն իշխանությունները,
դրան արժանացել են այդ բնակչությունը, ովքեր գնացել ընտրել են այս մարդկանց։ Եվ այս առումով, գիտեք, մենք տեսնում ենք նաև, որ հոգևոր արժեքների վրա եւս հարձակում կա։ Միայն նյութական տարածքային արժեքները չեն խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ ազգային ժողովի ամբերից հայտարարեց այո Փաշազադեն հոգևոր առաջնորդ է, բայց մեր ձեր եւ հայ ժողովրդի քրիստոնյա աշխարհի ընտրված հոգևոր առաջնորդ Վեհապար Հայրապետին իրենք հոգևոր առաջնորդ չեն համարում։ Դե տեսեք, ես ուզում եմ այստեղ հիշեցնել 1700-ականներին, 1720-ականներին Սյունիքի ղեկավար Մելիք Ֆրանգյուլի պատմությունը, շատ հետաքրքիր ընդհանրություններ են։ Դավիթ Բեկում, Ռաֆու Դավիթ Բեկը որ կարդաք, ընդհանրապես կարդացեք, էլի, կարդացեք եւ շատ բաներ կտեսնեք ընդհանրություններ։ Մելիք Ֆրանգյուլը 1720-ականներին ղեկավարում էր Սյունիքը, ուրեմն նա որպեսի թուրքերի աչքը մտնի կամ չգիտեմ որտեղ, ինչ էր անում, նախընդունեց իսլամ, հետապնդեց հայ հոգևորականությանը, սպանեց հայ հոգևորականությանը, ապա իր դստերը ստիպողաբար դարձրեց մուսուլման, ամուսնացրեց թուրքի հետ եւ Սյունիքը դարձրել էր թուրքերի համար այսպես ոտնատակ տալու տարածք։ Եվ միայն այն բանից հետո, երբ Դավիթ Բեկը իր զորքով կարողացավ հաղթել Մելիք Ֆրանգյուլին եւ Կապանի Արծվանիկ գյուղի մոտ դաժանաբար ոչնչացրին Մելիք Ֆրանգյուլին եւ նրա լեշը գցեցին մի փոսի մեջ եւ վրան էլ այս քարի վրա բանալի քանդակեցին, որ ով իմանան բոլորը, որ այդտեղ այսպես ոնց ասեմ, թաղված է Մելիք Ֆրանգյուլը եւ անցել են 3 դար է անցել, բայց մարդիկ մինչեւ այսօր իմացողները գնում են եւ թքում ու միզում են այդ քարի վրա։ Այդ է սպասվում բոլոր այն հանցագործներին, ովքեր Թուրքի հետ բարեկամանալու թուրքանալու համար դավաճանում են հայրենիքին, հրաժարվում են ամեն ինչից։ Հիմա ես որ տեսնում եմ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այսպիսի հարձակումները, ակնհայտ է, որ ոչինչով այս մարդիկ չեն տարբերվում Մելիք Ֆրանգյուլից։ Այսինքն սա դավաճանի բացահայտ, անթաքույց, դասական կերպար է։ Այո, ընդունել թշնամու հոգևոր արժեքները, այո, հրաժարվել ազգային արժեքներից եւ այո, ոտնակոխ տալ բոլոր այն ազգային արժեքները, որոնցով ազգը ազգ է մնում։ Բայց գիտեք, չի կարող դա հաջողության հասնել։ Ինչու եմ վստահ, որովհետև Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից շատ ավելի ուժեղ, շատ ավելի մեծ ներքին թշնամիներ են եղել Հայաստանում, բայց եւ եկեղեցին է մնացել կանգուն եւ ազգն է մնացել կանգուն, թեպետ էլի օրինակ Գարեգին Նժդեհին հայերը բազմիցս փորձել են սպանել, բնակչությունը փորձել է սպանել, որովհետև թուրքերը գլխագին են խոստացել Նժդեհի համար։ Զորավար Անդրանիկին հայերը բազմիցս փորձել են սպանել, բայց ի վերջո Սյունիքը մերն է մնացել եւ հայրենիքն էլ այդ թեկուզ փոքր մնացել է կանգուն։ Եվ այստեղ ուղղակի ես պիտի խնդրեմ այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարական, բարոյական արժեհամակարգով դեռևս հայ են մնացել եւ պինդ են, ոչ թե վաճառվում են եւ ոչ թե թուլանում են, ուղղակի խնդրում եմ մնացեք այդպիսին, պարտադիր չէ որ դուք դուրս գաք փողոցում անընդհատ Նիկոլ հայհոյեք, որպեսի ձեր ազգային մնալը ապացուցեք։ Մնացեք ազգային, մի դավաճանեք արժեքներին, եթե անգամ դուք դպրոցի տնօրեն եք, եթե անգամ ինչ-որ պետական հաստատությունում եք աշխատում, չգիտեմ, չինովնիկ եւ այլն, հիշեք, կարևորը ոչ թե պաշտոնն է, ոչ թե այսօրվա ստացած փողն է, կամ եթե ոչ մի պաշտոնյա էլ չեք, ուղղակի հայ սովորական մարդ եք, բայց ձեր արժեհամակարգով, ձեր բարոյականությամբ, ձեր գաղափարներով հայ եք եւ չեք ուզում դավաճանել ազգային արժեքներին, չեք ուզում թուրքանալ, մնացեք այդպիսին եւ համոզված եղեք, որ ձեր սկզբունքայնությունից է կախված նաեւ հայրենիքի ապագան։ Ես հասկանում եմ, որ մեր օրերում հայրենիքը ծաղրվում է։ Ես հասկանում եմ, որ մեր օրերում նյութապաշտությունը ամենտեղ ավելի մեծ այսպես տեղ է ստանում, քան ազգայինը, քան բարոյականությունը, բայց հիշեք, նյութը, փողը վերականգնելի է, կորցրած բարոյականությունը անվերականգնելի է։
Դուք կարող եք այսօր աղքատ լինել, դուք կարող եք այսօր ունենալ աշխատանքային խնդիրներ, կարող եք փող չունենալ, կարող եք, չգիտեմ, հալածվել մարդկանց կողմից, բայց դա կարող եք վերականգնել։ Բայց երբ որ դուք կորցնեք ձեր բարոյականությունը, երբ որ կորցնեք ձեր ազգային արժեքները, երբ որ դուք օրինակ, չգիտեմ, ինչ որ պաշտոն եք զբաղեցնում, պայմանական դպրոցի տնօրեն, դուք այսօր ասում եք, որ դուք չեք ընդունում թուրքացումը, բայց վաղը հանուն ձեր պաշտոնի պահպանության ընդունում եք թուրքացումը եւ այսպես գցնում եք այս մարդկանց, համոզված եղեք, դուք այլևս երբեք չեք կարող վերականգնել ձեր բարոյական կերպարը։ Հետևաբար հայտնի ժողովրդական խոսք էլ կա, երբ որ ցեխը ընկնում է մարդու հագուստի վրա, ցեխը չի մաքրվում, մարդն է կեղտոտվում։ Մի արեք այնպես, որ դուք կեղտոտվեք եւ այլևս երբեք չկարողանաք մաքրվել։ Շնորհակալ եմ։